Ողջույն, եկեք այսօր ակտուալ մի թեմա քննարկենք փողը, ֆինանսը։ Ինչպես հաղթահարենք մեր ֆինանսական խնդիրները եւ ինչ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի առատությունը հոսի դեպի մեր կյանք։ Բայց նախ եկեք հասկանանք, ինչ է փողը։ Փողը շատերի համար որպես կոնկրետ նպատակ է, այսինքն իրենք դնում են իրենց առաջ կոնկրետ նպատակ, որպեսզի հարստանան։ Ոմանց համար էլ փողը դա ատրիբուտ է, միջոց բարեկեցիկ կյանք ապահովելու համար։ Ես վերջինիս կարծիքն եմ կիսում, քանի որ փողը ինքը նպատակ չէ, այլ միջոց է, որը լայն հնարավորություններ է բացում մեր առաջ։ Փողը դա էներգիա է, որքան շատ էներգիա մեր կյանքում, այդքան առատություն դեպի մեր կյանք։ Իսկ դու գիտեք, որ մեր զգացողությունները, էմոցիաներն ու վերաբերմունքը կապ ունեն փողի էներգիայի հոսքի հետ։ Հիմա կասեք, ինչ կապ ունի փողը զգացողության հետ։ Երբ ես արտասանում եմ փող բառը, դուք էլ կարող եք արտասանել փող կամ մտածել փողի մասին ու այդ ժամանակ զգացեք, ինչ է ձեր մարմինը զգում՝ բարկություն, վախ, անբավարարվածություն, այսինքն, որ փող չկա, փողը չի հերիքում, ապրանքները գնալով թանկանում են, աշխատավարձները քիչ է, ծայրը ծայրին ենք հասցնում, երբ որ այդպիսի զգացողություններ ենք մենք ունենում կամ այդպիսի կերպ ենք մենք մտածում, այդ կերպ մեր մարմինը բլոկում է փողի էներգիայի հոսքը։ Բայց լավ, ինչպես բացենք այդ բլոկները։ Ամբողջ պատասխանը գտնվում է այստեղ, մեր ենթագիտակցության մեջ։ Երբ որ մենք անընդհատ կրկնում ենք փող չկա, փողը չի հերիքում, փողը քիչ է, դրանք հաստատումներ են, որոնք արմատացած մեր ենթագիտակցության մեջ, որպես ճշմարտություն, դրանք աշխատում են մեր համար։ Բայց երբ որ մենք այդ հաստատումները վերափոխենք ավելի դրականի, որպես ճշմարտություն սկսենք օգտագործել, անընդհատ կրկնել, դրանք սկսեն աշխատել մեր կյանքում։ Ինչպես, օրինակ ասենք, երբ որ ասում ենք փողը քիչ է, չի հերիքում, այդ արտահայտությունը կարող ենք փոխել փողը առատ է, փող կա, շատ կա, ու իսկապես ամբողջ մոլորակում այնքան փող կա, որ ամբողջ մարդկությանը հերիքում է։ Հիմա ես ձեզ կտամ մի քանի աֆիրմացիաներ, փորձեք դրանք լսել, կրկնել։ Ես փողի մագնիս եմ։ Փողն իմ կյանք հոսում է առատությամբ։ Ես ապրում եմ առատության մեջ։ Փողն ինձ մոտ հեշտությամբ է գալիս։ Ես արժանի եմ ունենալ ֆինանսական առատություն։ Ես ֆինանսապես անկախ եմ։ Իմ միտքը հզոր մագնիս է նոր գաղափարների համար։ Լինել հարուստ դա ինձ տրված իրավունքն է։ Ամեն օր իմ ֆինանսական վիճակը բարելավում է։ Հաջողությունը դա իմ կյանքի բնականոն ընթացքն է։ Իմ եկամուտներն անվերջ աճում են։ Ես ձգում եմ իրադարձություններ, որոնք բերում են ֆինանսական հաջողության։ Ես երջանիկ եմ և հաջողակ։ Այս աֆիրմացիաները կրկնեք ամեն առավոտյան արթնանալիս և քնելուց անմիջապես առաջ, քանի որ այդ ժամանակ մեր ուղեղը գտնվում է ալֆա վիճակում։ Եվ ես խորհուրդ եմ տալիս դրանք կրկնել ոչ թե 21 օր, այլ 1 ամսից 3 ամիս ընկած ժամանակահատվածը։ Ինչու այդքան երկար, գուցե հարցնեք։ 21 օրվա մեջ մեր ուղեղում ստեղծվում են նոր նեյրոնային կապեր, բայց որպեսզի այս աֆիրմացիաները, որպես հաստատումներ արմատանան մեր ենթագիտակցության մեջ և դառնան մերը, սկսեն կիրառել մեր կյանքում, աշխատի մեր կյանքում, անհրաժեշտ է 1-ից 3 ամիս ժամանակահատված։ Փորձեք այս ընթացքում կրկնել այս աֆիրմացիաները և անպայման կտեսնեք դրական արդյունքներ։